Պարոն Խուդոյան, քիչ առաջ ավարտվեց Արամուսում 4 անձի սպանության գործով հերթական դատական նիստը, դուք այս գործով տուժող կողմի ներկայացուցիչ եք, գործով միակ մեղադրյալը Թադևոս Հովակիմյանը թե նախնական փորձաքննությամբ, թե կրկնակի փորձաքննությամբ բանմեղսունակ է ճանաչվել, դուք սա որքանով եք արժանահավատ համարում եւ ինչպես է գնահատում գործի քննության որակը ընդհանրապես։ Քանի դեռ կան այդ փորձաքննությունները ու դրանց հիմքում ընկած տվյալները, դեռևս առաջնորդվում ենք դրանով, որովհետև վարույթն էլ հենց բժշկական արկադրանքի միջոցի վարույթ է եւ ըստ էության չի քննարկվում անձի մեղավորության հարցը որպես այդպեսին, որտեղ նախնական տվյալներով ինքը ունեցել է այնպիսի առողջական հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, որը բացառում է։ Պատասխանատվությունը իհարկե նման վարույթներով նաև ձևակերպվում է վերջնական բժշկական հարկադրանքի տակ գտնվելը հաշվի առնելով, որ անձը կարող է հասարակության համար վտանգավոր լինել։ Բայց մենք ցանկանում ենք նաև այս գործի շրջանակներում վերհանել, թե ինչպես է ստացվել, որ անձով ունի հոգեկան առողջության խնդիրներ, ունեցել է հրազեն, անցել է համապատասխան բժշկական փորձաքննություններ, իսկ նշեմ, որ երկրորդ դատաբժշկական փորձաքննությունը հայտնել է, որ ինքը շուրջ 5-10 տարի այդ հոգեկան հիվանդությունը ունեցել է, իսկ զենքի թույլտվությունը ինքը ստացել է գրեթե նույն ժամանակահատվածում եւ դեռ պետք է պարզենք, թե ինչպես է ստացվում, որ եւ շրջապատի մարդիկ եւ չգիտեմ ոստիկանությունն ով որ այդ զենքի թույլտվությունը տալիս է եւ փորձագետները ովքեր այդ հոգեկան առողջության վերաբերյալ հաստատումը տալիս են, չեն նկատել, որ անձը կարող ունենա խնդիր ու վտանգավոր լինել հասարակության համար։ Խուդոյան, իսկ նախաքննության փուլում, իրեն զենքի թույլտվություն տվող անձին համապատասխան պաշտոնյաները, եթե չեմ սխալվում, նա նաև Որսորդ միության անդամ է եղել։ Համապատասխան անձինք հարցաքննվել են, որևէ դիրքորոշում ներկայացրել են, ի վերջո ինչպիսին է նաև կարգը զենքի թույլտվության տրամադրման։ Մենք կարգի հետ էլ լուրջ օրենսդրական բացթողումներ ունենք, որովհետև զուտ պնդում է, որ անձը եկել է իմ մոտ անցել է համապատասխան զննություն եւ որևէ խնդիր չի եղել, հատկապես հոգեկան առողջության պայմաններում շատ պրոբլեմատիկ է, որովհետև երբեք չես կարող բացառել, որ զննությունը պատշաճ չի իրականացվել կամ ընդհանրապես չի իրականացվել, որովհետև այլ հիվանդություններ բնականաբար իրենց հետքը թողում են։ Դա կլինի ինչ-որ բժշկական տվյալ քարտի անալիզների եւ այլն ինչ-որ ապացուցողական բազա լինում այլ հիվանդությունների պարագայում։ Հիմա զուտ հայտնել, որ անձը եկավ հանդիպեց հոգեբուժի հետ եւ երկու հարց տվեցին, պարզեցին ինքը խնդիր չունի, այդպես չի լինի։ Մանավանդ հաշվի առնելով, որ անձի ընտանիքում էլ նախկինում եղել են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ եւ դա նույնպես պետք է ցուցիչ լիներ, որ ավելի ուշադիր լինեին նրա առողջությունը ստուգելու պարագայում։ Նշված բոլոր պաշտոնատար անձ մտնում է այդ կատեգորիայի տակ, բայց իրականում բժիշկները, ովքեր տվել են թույլտվությունը զենքի, նախաքննության ընթացքում հարցաքննվել են եւ դատակոչված են առաջիկա դատական նիստերին նույնպես պետք է հարցաքննվեն եւ նաեւ այդ բարձրաբանումները պետք է իրենցից սպասել։ Տեսեք, հնարավոր համարում եք, որ անձի քաղաքական հայացքներով պայմանավորված նաև փորձեն այսպես ծածկադմփոց անել գործը, որովհետև կան տեղեկություններ, որ տվյալ մեղադրյալը ունեցել է կոնկրետ քաղաքական իշխանամետ հայացքներ, նույնիսկ հավաքների է մասնակցել, տարբեր ցույցերի, քարոզչությանը, քարոզարշավին, սա որքանով եք հավանական համարում։ Նման տվյալներ քրեական նյութերում, քրեական գործի նյութերում առկա են, բայց մենք դրա վրա շեշտադրում չենք կատարել, որովհետև դեռ մենք խնդիր ունենք հասկանալու իր հոգեկան առողջության գնահատման եւ զենքի թույլտվության հետ կապված։ Դա չենք տեսել, որ կոնկրետ այս արարքները, ցանցանքները, դեպքերը, որ եղել են, ինչ որ տրամաբանական կապ ունեն քաղաքական գործունեության հետ, բնականաբար իր հարևանն են երկու անձը մահացած, սպանված, մյուս երկու անձը պատահական մարդիկ են, ում հանդիպել է ինքը դաշտում եւ որևէ տրամաբանություն չկա էլի եւ զուտ են, որ անձը քաղաքական կոնկրետ կուսակցության հարող է եղել, այս պարագայում եթե տրամաբանական կապ չունի գործի հետ, իմաստ չունի քննարկել։ Պարոն Խուդոյան, իսկ ինքը նախ ինչ դիրքորոշում է ներկայացրել, որևէ հայտարարությամբ հանդես եկել է, հանդես չի եկել, նաեւ ինչ ըստ առնվազն ուսումնասիրված փաստաթղթերի, տվյալների կամ գուցե նախաքննության ընթացքում հարևանների, ազգականների ցուցմունքներով
Ի վերջո ճշնամական հարաբերություններ եղել են, չեն եղել, թե դա իր ընկալումն է եղել ըստ գործինյութերի, որի նկատմամբ ինչ-որ ճշնամական վերաբերմունք կա։ Ինչ է տեղի։ Գործինյութերում առանձին պատառիկներ կան, որ ինքը կոնֆլիկտային է եղել հարևանների հետ կոնֆլիկտ ա ունեցել, այդ կոնֆլիկտը փոխադարձ չի եղել միակողմանի է եղել, ըստ իր տվյալների դա ունեցել է նախապատմություն, այնտեղ դրվագ կա, որ իբրև տարիներ առաջ իրենց էծել են եւ այլն։ Այդ վարույթին վկանների հարցականության ընթացքում նման դետալները հավանաբար նույնպես կքննարկվեն։ Մյուս հարցը որն է ներողություն։ Ինքը որևէ դիրքորոշում ներկայացրել է։ Հա, ինքը օրինակ ինքն է բանար զանգել տեղյակ պայել, որ մարդ է սպանել ոստիկանություն, բան չեք եւ այլն, ինչ-որ տենց մասի եղել է, բայց օրինակ այսօր դատական նիստի ընթացքում ասում եմ ես չեմ կրակել։ Հետևաբար պետք է այդ հանգամանքները ամբողջական ուսումնասիրության առարկա դառնան։ Իսկ դատական քննության փուլում կան մեխանիզմներ եւս մեկ փորձաքննություն իրականացնելու։ Այո, բայց դրա հիմքում պետք է լինեն նոր տվյալներ։ Այսինքն մենք օրինակ եթե վկաների հարցաքննությունների ընթացքում ձեռք բերենք այնպիսի փաստական տվյալներ, որոնք բժշկական տեսանկյունից կարող են նշանակություն ունենալ եւ հուշում լինել ճիշտ դիագնոզի համար, հնարավոր է նաեւ լրացուցիչ փորձաքննություն պահանջենք։